Քննենք Հովհաննեսի 6-րդ գլուխը 53-րդ խոսքը։ Հիսուսը նրանց ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Եթե մարդու որդու մարմինը չուտեք, նրա արյունը չխմեք, ինչ չունես, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, ինչ ունեն նրանք, հավիտենական կյանք ունի, ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Ինչ նկատի ուներ Հիսուսն, երբ ասաց. Ով ուտում է իմ մարմինը, խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի։ Ըստ Աստվածաշնչի, ով միայն ունի անմահություն, միայն Աստված ունի հավիտենական կյանք։ Այն փաստը, որ մեզ տրվում է հավիտենական կյանք, փաստում է, որ մենք դարձել ենք Աստծո զավակները, այնպես չէ՞։ Եկեք անդրադառնանք Մատթեոսի գրքի 26-րդ գլխի 17-րդ խոսքին։ Բաղարջակերած տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին, նրան հարցրին. Որտեղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք։ Նա ասաց. Գնացեք քաղաք, այսինչ մարդու մոտ, ու նրան ասեք. Վարդապետն ասում է, իմ ժամանակը մոտ է, իմ աշակերտների հետ զատիկը քեզ մոտ եմ տոնելու։ Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց կարգադրել, պատրաստեցին զատկական ընթրիքը։ Զատիկը այն օրն է, երբ Աստված իր սուրբ մարմինը շնորհում է իր զավակներին, որ ուտեն։ Դա նա այն օրն է, երբ Աստված իր թանկագին արյունը տալիս է իր զավակներին։ Եկեք անցնենք 26-րդ խոսքին։ Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին, ասաց. Առեք, կերեք, այս է իմ մարմինը։ Ապա վերցրեց բաժակը, լցված զատիկի գինով, գոհություն հայտնեց, տվեց նրանց, ասաց. Բոլորդ խմեք դրանից, որովհետև դա է, ինչ է, նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Հիսուս Քրիստոս զատիկի հացը մեզ տալիս է որպես իր մարմին, զատիկի գինին, որպես իր արյուն։ Եթե հացն ու գինին ուտենք, մեր մեջ կունենանք Աստծո մարմինն ու արյունը։ Այսպիսով մենք կապված ենք Աստծո հետ նոր ուխտի զատիկի միջոցով, որով մենք Աստծուն կոչում ենք մեր Հայր, Աստված մեզ կոչում է իր որդիներ ու դուստրեր։ Միթե երեխաները չեն ժառանգում իրենց ծնողների մարմինն ու արյունը։ Զատիկին այսպիսի մեծ կարողություն ունեցող տոն է։ Ես խնդրում եմ բոլորիդ այս տարի նշել զատիկը, որպեսզի մասնակցեք Քրիստոսի սուրբ մարմնին, նրա թանկագին արյանը։ Նշելով զատիկի այս թանկագին տոնը, մենք բոլորս կարող ենք մասնակցել մեր հավերժական երկնային տուն վերադառնալու փառքին։